շատ հստակ է թե քաղաքական բևեռացումը որ գար դերևս շատ ոնց սոցիալական քաղաքական բևեռացումը վերաճեցավ քաղաքական երկբևեռման եւ այդ մեկը խորացավ պատերազմեն ամիջապես հետո եւ երթանեն խորանա այս կնշանակե որ Հայաստանի քաղաքական վերնախավի մեջ սկսելով նույն ինքն իշխանություններ են որոնք ընդրություններ 2021-ին շահեցան կովիկալու եւ նվազագույն գարմիր գիծերու շուրջ համացանությունը կոյացնելու այս քաղաքական գամք չկա եւ ամենամարդ կսպասի թե ով պիտի դիրանա իշխանության որովհետեւ իր պատկերացումը այդ ծեր ասած հիմնասյուներուն կամ ինստիտուցիոններուն ասկային ինքնության հարցով տնե եւ առաջ անցի բայց գիտեք ժողովրդավարությունը եւ մասնավորապես Հայաստանի նման խիստ խոցերի փոքր երկրի եւ պետության համար ժողովրդավարությունը միայն ընդրություններուն հաղթելը չէ ժողովրդավարությունը նաեւ կարողությունն է ներքին համացանություններ կոյացնելու մանավանդ երբ երկիրը կգրավե լալ չլալու այս մեծ ուրեմն մարտահրավերը ես հոն է որ գտեսնեմ նախքան սահմանել ինստիտուցիոնները եւ այլն այդ ինստիտուցիոնները պիտի կան ինստիտուցիոներու սահմանումը պիտի կա ուրեմն քաղաքական երկխոսության հանրային բանավեճի եւ համացանության շուրջ միջազգային ուրեմն փորձը այդ մեկը ցույց կտա այն երկրներ որոնք հաջողած են այդ քայլը արած են եւ այս մեկը չի նշանակեր ոչ մեկ ձևով ամեն ինչ այսպես մոնոլիթիկ կերպով միադեսակ դեսատաշտիմը վերածել այդ բոլոր այլ կնշանակի ստեղծել հարթակը որ կարելի է համացանության կալ որոշ հարցերու շուրջ